Գերմանիայի պաշտոնական այցը վարչապետն ամփոփեց ասուլիսով։ Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել ղարաբաղցիների վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Բաքուն դժգոհություն էր հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության փաստաթղթում կիրառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, այն մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք։ Այս այն պատկերացրած ճանապարհը։ Վարչապետի խոսքով ինչ-որ քննարկման վերնագիր է տեսել, որտեղ ասվում էր, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։ Այդ ինչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են, թվեր են հորինում 7000 երիտասարդի կյանքը 1000 ներողություն եմ խնդրում, իրանք այդպես գլուխը կերակ, բայց որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ է առաջարկում, այսինքն դա ինչ է նշանակում։ Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու։ Զոհերի համար ինչ եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Ընդ որում ոչ թե կանխատեսում են, նոր պատերազմ է պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, այդ արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ սոցիալ հոգեբանության խնդիր է, եւ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այո, մեր նահատակների կյանքի գնով, ժողովուրդ ջան, մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը։ Փաշինյանն ընդգծեց, խաղաղությունը հաստատված է ու բազմաթիվ հարցեր լուծված են։ Ղարաբաղի հարցն էլ լուծված, Ադրբեջանի հարցն էլ լուծված, Հայաստանի հարցն էլ լուծված, տարածաշրջանի հարցն էլ լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն էլ լուծված, սահմանների սահմանազատման հարցն էլ լուծված, բոլոր հարցերը լուծված են։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է այդ սադրանքների չտրվել եւ սադրիչ խոսույթներ չորթեգրել։ Մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր սահմանադրության հարցը, որովհետև համարում ենք, որ դա մեր ներքին հարցն է, ասաց վարչապետը, անդրադառնալով սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին։ Փաշինյանի խոսքով Հայաստանը պայման չունի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու առումով։ Ադրբեջանը ուզում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեղ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Փաշինյանի խոսքով կա երկու տարբերակ, կամ Սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, եւ այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը ազգային ժողովում, Սահմանադրության 5-րդ կետի, կարծեմ 3-րդ մասի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի եւ մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Երկրորդ տարբերակը, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ապա կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև կարծում եմ, որ ձեռքբերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում են, որ պետք է ամենօրյա խնամք տանենք եւ խնամք տանենք, որ արժի գնալ եւ այդ փոփոխությունը անել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել, գիտեք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք։ Ինչու՞։ Որտեղ Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմատի հռչակագիրը, որը հիշատակված է իդեպ Խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Հետևաբար ինչի փոխենք մեր Սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը։ Իսկ քմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, բա որ դրանից հետո երրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, ու չորրորդ ու այդպես շարունակ ինչ ենք անելու։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորությունների մասին պետության ղեկավարը նշեց, որ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը այժմ բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել։ Որովհետև նաև Խաղաղության խաչմերուկի եւ Թրիպ ուղի նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը նշանակում է այդ պոտենցիալ խողովակաշարը եւս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է եւ մեր տարածաշրջանի երկրներին եւ Եվրամիության երկրներին։ Կառավարության համար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստվում Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ երբ է ի վերջո ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու։ Մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը։ Երբ որ կգա այն կետը, որ մենք հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ ինչ որոշում կմտածենք, ինչ որոշում կայացնենք եւ այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության պետական շահերից կկայացնենք։ Նա հավելեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել, քանի որ դա կառավարության համար լրացուցիչ խթան է, որպեսզի շարունակի ժողովրդավարական բարեփոխումները եւ լրացուցիչ խթան ունենա բոլոր ոլորտները համապատասխանեցնելու Եվրամիության ստանդարտներին։ Երբ որ մենք դիմենք Եվրամիության անդամ դառնալ, այդ կետին հասնելուց հետո, մենք դրանից առաջ իմաստ չունի, որ դա անենք, երկու տարբերակ կա, մեզ կամ կընդունեն Եվրամիության անդամ, կամ չեն ընդունի Եվրամիության անդամ։ Ընդ որում կարող է լինել, որ Եվրամիությունը որոշի, որ ինքը այլևս չի ուզում ընդլայնվել, կամ քաղաքական այլ իրավիճակ լինի եւ այլն։ Հիմա մեր պլանի էությունն այն է, որ մենք այդ կետին երբ որ հասնենք, անկախ նրանից մեզ կընդունեն Եվրամիություն, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որտեւ եթե այդ պայմաններում մենք կդառնանք Եվրամիության անդամ, շատ լավ։
Եթե չեն դառնա, էլի շահած կլինենք, որովհետև կունենանք եվրոպական Եվրամիության ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն։ Վարչապետը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Շատ կարևոր նորություն իմացանք երեք Բերլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ մյուս տարվանից, հունվարից կամ գուցե փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի։ Ընդ որում մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետև ասում են լուրերով նայում ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Նա հույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։ Վարչապետը հիշեցրեց վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից դեպի ԵՄ տուրիստական հոսքը, չնայած վիզա ստանալու դժվարություններին։ 18 թվի համար դեպի Եվրամիություն ուղևորությունները մոտավորապես 400-500% աճել են։ Եվ 10 ամիսվա էլ բոլոր դեսպանատներում հերթ կա։ Այսինքն ճիշտ է, եթե մի պահ պատկերացնենք, ուրեմն այդ կնշանակի, որ իրականում 600-700%-ով են աճել։ Հիմա բացարձակ բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում, ասենք, ավիատոմսը ինքը սենց մի հատ անհասանելի ինչ-որ մի բան էր, աստղաբաշխական գներով։ Այսօր մարդիկ կարան 35 եվրոյով, 45 եվրոյով, 50 եվրոյով տոմս առնեն, եւ ասեն, դե ոչի բանար է, ոնց եկան, ինչ տարբերություն դե, ինչա փոխվել է, ոչ մեկ չի հիշում, որ մամուլ, ես խմբագիր եմ եղել տասնյակ տարիներով ավիատոմսերի, մոնոպոլիայի, դրա հետևում գործող կոռուպցիոն սխեմաների մասին տասնյակ տարիներով քննարկումներ են եղել։ Բայց երկրորդն էլ այդ մարդիկ գնում են Եվրամիություն։ Ինչով են գնում։ Հյուրանոց պետք է ապրեն, պետք է սնվեն։ Այսօր Հայաստանում բանը մարդիկ խմբերով, ես Facebook-ում եմ տեսնում։ Ու գրում են դե բաներ, շաբաթ-կիրակի գնացինք բան, ասենք Վիեննա, կոֆե խմեցինք, բան եկանք, հետ եկանք։ Ոչի բան չի փոխվել, բացարձակապես ոչի բան չի փոխվել։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում 4 նավահանգիստ ստեղծելու նախագծով։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։